Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարտարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խուրշուդյան, ճիշտ ասած, մինչև այսօր արդեն 3 օր է մոտավորապես գուշակություններ են գնում, թե ինչու Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց այն, ինչ ասաց, մասնավորապես երբ խնդրեց, ոչ այն առաջարկեց, որ թույլ տան Ռուսաստանի անձնագրով քաղաքացիները մասնակցեն Հայաստանի Հանրապետության խորհրդարանական գալիք ընտրություններին, ինչ որ ենթադրություններ ունեք այդ թեմայով։ Վստահ եմ, որ դա ուղղված էր Հայաստանի ընտրողներին, հանրությանը, դրա համար էր հրապարակային, որ լսեն։ Եվ դա շանտաժի էլեմենտ էր մեջ պարունակում, սպառնալիքի էլեմենտ էր պարունակում, որտեղ այնտեղ թվարկում էր, թե ինչ կլինի, եթե այդպես չլինի։ Եվ պատահական չէր, նույն համատեքստում հիշատակվում էր, որ մենք ձեզ էժան գազ ենք վաճառում, որ դուք 1 միլիարդից ավել գյուղատնտեսական ապրանքներ եք ներմուծում, որ ստանդարտները տարբեր են Եվրամիության եւ Ռուսաստանի եւ կարող է այդ գյուղատնտեսական ապրանքները ուղղակի մոտք չգործեն, հա, այդ էլ շարունակում ենք ինչ կասեր, ինչ էր ասում, ինչ էր հասկացնում դրանով եւ այլն։ Եւ այդ իմաստով այն որ չնայած վերապահումը անում էր, որ դե մենք չենք խառնվում, նույնիսկ այն, որ դուք մեր քաղաքացուն եք բռնել, այդ ձեր որոշելիքն է եւ այլն, չնայած ինք ունի Ռուսաստանի անձնագիր, այդպես հատուկ շեշտելով, բայց շատ ճիշտ էր հակադարձումը Հայաստանի վարչապետի, որ կներեք, բայց մեր համանությամբ Ռուսաստանի անձնագիր ունեցողը չի կարող ոչ մի բանի մասնակցի Հայաստանում մեկ, եւ բայց այնտեղ շատ ուրիշ բաներ կար ասելու իհարկե, որ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը բավականին զուսպ էր, հասկանալի է, որ շատ, որ ասում եմ, գազ տալել չի կարելի Ռուսաստանի հետ խոսալուց, դու ամեն դեպքում պետք է այդ վտանգները միշտ շռես, հա, բայց օրինակ կարելի էր ասել, որ գիտեք ինչ կա, այդ էժան գազը մի վաճառեք մեր վրա, գաղափար էժան գազի, որովհետև դուք $180 չեք մեզ վաճառում, $180 դուք վաճառում եք ձեր օլիգարխներին, որոնք որ տիրապետում են Գազպրոմ Արմենիա ընկերությանը, եւ այնտեղ լվանում են այդ գումարները, եւ Հայաստանի սպառողին հասնում է $320-330։ Ինչի մասն է խոսքը, նույնիսկ կրկնակի էժան չի Եվրոպայից, էլ չասած, որ կներեք, Եվրոպան գազ արտադրող չի, եւ մոտիկ չի իրեն գազ արտադրող երկրները, շատ հեռու են, միջև բերում հասցնում են, մենք շրջապատում բոլոր երկրները գրեթե գազ ունեն, Ռուսաստանից բացի, Իրանն էլ, Թուրքմենստանն էլ, Ադրբեջանն էլ, թուրքմենական գազը տրիպով, որ Հայաստանով անցնի, որը արդեն նախագիծ է, դա ընդհանրապես գաղափար չի, դա նախագիծ է, որ Ռուսաստան պետք է, Եվրոպա պետք է գնա այդ գազը Հայաստանով, պարզը մենք օգտվելու ենք դրանից, այսինքն միջնաժամկետ նույնիսկ կտրվածքով մենք այդ խնդիրը չունենք։ Եվ նաև շատ կարևոր է արևային էներգետիկայի զարգացման խնդիր է դրվել կառավարությունում, այսօր կարծեմ խոսում է դրա մասին, թե 3 կառավարության նիստում, որ այդ էլեկտրաէներգիա կուտակման կայաններ, մեխանիզմներ պետքա ձևավորվեն, ուղղակի միակ խնդիրը տեղ նախ անսպառ է դա։ Եվ հիմա նույնիսկ սահմանափակում են, գիտեք, այդ վարկային արտոնություններն են հանում եւ այլն, որ մարդիկ շատ չդնեն այդ պանելները, որովհետեւ զուտ էներգոհամակարգի վրա խնդիր է մեծ ծավալի ցերեկային ժամերին, հատկապես զմռան անդուր։ Հա, ցերեկային ժամերին այդքան էներգիա չեն կարող սպառեն, ստիպված անջատում են այլ խոշոր կայաններ, էներգոարտադրող, գիշերն էլ դե արև չկա։ Այսինքն այդ հարցը եթե լուծվի, եթե ցերեկային էներգիան կարողանաս կուտակես, իսկ դրան բազմաթիվ մեթոդներ կա, այդ թվում օրինակ ջրամբարների միջոցով, գիտեք, ջուրը մղում են ցերեկային էներգիայով վերև, հետո գիշերը բաց են թողում, արդեն ինքը նորից էներգիա է վերածում, հա։ Մեխանիզմներ կա, ուղղակի այդ ուղղությամբ պետք է աշխատել, ներդրումներ անել, նույն գյուղատնտեսական ապրանքների մասով։ Մենք մի անգամ չի որ ասել ենք, որ մեխանիզմը եվրոպացիները մի անգամ կիրառել են Մոլդովային աջակցելիս, երբ որ Ռուսաստանը սանկցիաներ կիրառեց Մոլդովայի հանդեպ դեպի Եվրոպա գնալու համար։ Եվ տասնյակ միլիոնավոր դոլարների գինու շշերը ջարդեցին ուղղակի Մոսկվայում անունը դրեցին թե բան է, չի անպատասխանում մեր ստանդարտներին, մնացածն արգելեցին մուտքը Ռուսաստան եւ կաթվածահար էր լինում Մոլդովայի տնտեսությունը, որը գրեթե ամբողջությամբ այդ գինու արտահանման վրա էր նստած 30-40%։ Գինի եւ խնձոր։
Հա, ու ինչ արեցին եվրոպացիները, ասացին, գիտեք ինչ կա, ճիշտ է, ձեր գինին դեռ չի համապատասխանում մեր ստանդարտներին, բայց այնց էլ չի որ կթունավորվենք, եթե խմենք, թույլ ենք տալի, բերեք, վաճառեք Եվրոպայում, 3 անգամ ավելի թանկ քան Ռուսաստանում են վաճառում, սկսեցին Եվրոպայում վաճառել եւ հսկայական շահույթներ, որը ուղղեցին նաեւ ստանդարտների բարելավմանը, որակի բարելավման, այսինքն նույն ճանապարհով Հայաստանը կարող է գնալ։ Մեր մոտ էլ գինի չի այդքան, ինչքան կոնյակ է։ Այստեղ մի ներբություն կա, որովհետեւ Մոլդովան եթե ուղիղ սահմանակից է Եվրամիությանը, մենք նման սահման չունենք։ Շատ ճիշտ է։ Եվ ըստ էության Թուրքիայի սահմանը դեռ հայտնել չի եւ կբացվի, եթե բացվի։ Դե էս արդեն մեր արևմտյան գործընկերների աջակցությունը կլինի մեզ, որ իրենք ավելի ակտիվ աշխատեն Թուրքիայի հետ, որպեսզի այդ սահմանը բացի։ Թուրքիան էլ վերջերս շահագրգռված է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այսքան մեծ չլինի, որտեղ Ռուսաստանը ակնհայտորեն Հայաստանին միշտ փորձել է օգտագործել կոնֆլիկտ ձևավորելու եւ այդ կոնֆլիկտով հարևանների վրա ազդելու ուղղությամբ մեր շահերի հաշվին արդյունքում։ Մնաց չի որ մեզ պաշտպանելով է այդ արել, ոչ, մեր շահերը զոհաբերելով է արել։ Մեր միջոցով հրահարել է այդ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ եւ այլն, այսինքն ոչ թե հրահարել է, բորբոքել է, լավ, այսպես ասենք, որտեղ իրականում Արցախյան կոնֆլիկտը հրահարվել է Ադրբեջանի սովետական ղեկավարության ոչ շերատես քաղաքականության հետևանքով։ Այսինքն իրենք անդադ փորձել են դուրս մղել այնտեղի հայության, դա օբյեկտիվ պատճառներ ունի, ինչքան էլ այո համամիտ են որ KGB-ն դա ուրեմն բորբոքել է ավելի։ Համենայն դեպս հիմա շատ չեմ ուզում այդ պատմական բաների մեջ խորանալ, բայց օգտագործել է Մոսկվան այդ կոնֆլիկտները եւ Հայաստանը օգտագործել է որպես գործիք Ադրբեջանի Թուրքիայի դեմ մեր հաշվին էլի։ Հիմա չի կարողանում այլևս դա անել եւ իր համար արդեն խնդիր է, որտեղ Հայաստանում այդ ազդեցությունը չունի, ինքն էլ թուլացած է Ուկրաինայի այդ պատերազմով, փորձեց հակառակ ռևերս անել Ադրբեջանին օգտագործել Հայաստանի դեմ եւ 21-22 թվերին դա ստացվեց եւ այն որ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մենք ձեր օժանդակության կարիք ունենք եւ դուք ձեր պարտավորությունները պայմանագրային չեք կատարել, նկատի ուներ, որ դուք այդ ժամանակ Ադրբեջանն եք մեր դեմ օգտագործում, հիմա եկել եք չկմեղանում եք, թե դաշնակցային հարաբերություններ, 100-ամյա բարեկամություն, ոնց որ ասեց Պուտինը ամենասկզբից, հա, դա տասնամյակների, 100-ամյակների բարեկամություն, հա, թոբա թե էլի, որ ասում են։ Նա տեսեք, Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումին երկրորդ Օվերչուկի արդեն բավական հայտնի դարձած հարցազրույցը, դրանց հետո Ռոսելխոզնաձորի ղեկավարը էլի հիշեց Հայաստանի մասին, այսպես ասեմ, եւ հիշատակեց, որ 36 միլիոն ենթադրում եմ ռուբլու մասին է խոսքը, 36 միլիոն ռուբլուց ծաղիկ է արտանում, մասնավորապես հասել է 100 միլիոնի Հայաստանից եւ ենթադրեց, որ դա Հայաստանում չի արտադրվում այդ ծաղիկը։ Այսինքն երրորդ երկրից Հայաստանի միջոցով գնում է այնտեղ, ըստ էության այս երեքը իրար հետ տնելուց հետո այտենց ապոկալիպսիսի ձիավորների մի ամբողջ հեծելավար սկսեց վարգել սոցիալական ցանցերով, հեսա տեսեք Հայաստանին ինչ են անելու Հայաստանին։ Դե այդ շանտաժը ուղղված է, ելի եմ ասում, հենց հայ ընտրողին, որպեսզի իրենց պրոռուսական ուժերը, ինչպես Պուտինը բնութագրեց նրանց եւ շատ ճիշտ բնութագրեց, դա նույնիսկ չի ասի պրոռուսական, դա իրենց հենց գործուղված տարերն են այստեղ, որ մշտապես Հայաստանի ինքնիշխանությանը վնաս են հասցրել, սկսած մեր սեփականությունը իրենց հանձնելով գրոշների դիմաց դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ վերջացած այս վերջին օլիգարխով, որ գործուղեցին, ընդ որում գործուղեցին դեռ Մոսկվայում իր հայտարարությամբ, այսինքն մեկնարկը տրվեց մայիսին անցած տարվա 24 թվականի մայիսին, երբ որ այդ Գալստանյանի շարժմանը զուգահեռ ինքը ուրեմն 25 թիվն էր արդեն։ Հիմա կարող է սխալվեմ։ Երբ որ այդ հարցազրույցը տվեց Նյուս-Էմին, դրանից մի ամիս առաջ, հենց մայիսի սկզբերին կամ նույնիսկ մի քիչ ավելի շուտ, ինքը Մոսկվայում հայտարարություն արեց, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որ Հայաստանը չպետք է գնա դեպի Եվրամիություն, այլ պետք է զարգացնի իր կապերը եվրասիական տեսական մի մարդ, որ երբեք այդպիսի քաղաքական հայտարարություններ չէր արել, ինքը բիզնեսով էր զբաղվում, միակ քաղաքական հայտարարությունը եղել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, երբ որ ինքը երկու կողմերին կոչ արեց դադարեցնել, ասենք, այն ժամանակ, երբ որ ադրբեջանցի օլիգարխները լծված էին, ուրեմն ամեն ինչով, այդ թվում լոբինգով, իրենց կապերով, որ Ադրբեջանի օգտին աշխատեցնեին ռուսական պետական ատյանները, ինքը երկու կողմին կոչ էր անում, ուրեմն
բան անել, որ պարզ լինի, որ զսպվածության կոչ, որ պարզ լինի հայ օլիգարխներ ռուսական ինչքան ավելի ռուս են իրենց քաղաքացիությամբ, իրենց այդ անձնագրով, քան բոլոր այլ ազգերը։ Նույնը լրագրողական դաշտում է, չէ՞, տեսնում եք, չէ՞, Սիմոնյաններ, չգիտեմ, այնտեղ Քյոսայաններ եւ այն մնացած Ռոման Բաբայաններ, այնքան շատ են այդ պլեյադան այնքան մեծ է, ու նրանք ավելի հակահայ, ավելի պրոռուսական դիրքերից են հանդես գալի, քան բուն ռուսական ծագում ունեցող լրագրողները եւ ուզում ասեմ, որ այդ առումով Սիմոն Բաղդասարևին չմոռանանք, որ այդպես արդեն երևի 5 տարի է անընդհատ սպառնում է, որ Հայաստանը սիրիականացվելու է։ Հա, Միրզայան կամ մի հատ եւ այլն, հա, այդ պլեյադան, ել չեմ ասում Լավրովը, որ ինքն էլ արտգործնախարար լինելով, ինքը ծագումով էլի հայ, ոնց էր իրան նեղված զգում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, հա, տեսանելի էր նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցները դրան անդրադարձան, թե ինչ լարված էր եւ ոնց էր նեղվում Լավրովը, ասենք, կարծես թշնամին լիներ ուղղակի Հայաստանի, էլի։ Այդ իմաստով իհարկե այստեղ մի նրբություն կա, որ ինչի վրային հույս դրել այդ պրոռուսական ուժերը, երբ որ այստեղ բացահայտ ընտրակաշառք էին տարածում ու չեն էլ մտածում, որ իրենց բռնալու են, էլի, ասենք, վերջ-վերջո ընդհանրում են ոչ։ Ինձ թվում է իրենք հույս ունեն, որ Պուտինը այնտեղից մեկը իրենց թիկունքին կանգնած է եւ իրենք ինչ ուզեն այստեղ կանեն, բայց դե լավ արտահայտություն կա, սատանի մայլեն քանդրբազություն անել, հիմա այդ իրանց արածը դա էր, ուղղակի իրանք մտածում են, որ սա դեռ ռուսական մայլա է, որ սա Հայաստանի Հանրապետություն չէ, անկախ պետություն չէ եւ իրենք կարան ինչ որ մեկի դաբրոյով Մոսկվայից գան այստեղ այդպիսի կաշառքներ բաժանելով, ապօրինի գործողություններ տարածելով, իրականացնելով, ուրեմն իրենց նարատիվները տարածեն ու հաջողության հասնեն, դե հիմա տեսան, որ այդպիսի բան հնարավոր չի։ Ես չեմ բացառում իհարկե, որ Ռուսաստանը կարող է սկսել ինչ-որ տնտեսական սանկցիաներ, ճնշումներ, բայց դա ավարտվելու է հունիսի 7-ից հետո Հայաստանի ժողովրդի որոշումը վճռը հայտարարելուց եւ իրականացնելուց հետո ավարտվելու է, ոնց որ դա ավարտեց բոլոր մյուս տեղերում, նույն Վրաստանը շատ ավելի հեռու է գնացել Եվրոմիության հետ իր հարաբերություններում, ինչքան էլ հիմա սառում են այդ հարաբերությունները, բայց ինքը ոչ մաքսային միությունից է դուրս գալիս Եվրոմիության հետ, ոչ էլ վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ համարվում է թշնամի երկիր, միջև հիմա ինչքան էլ այնտեղ բիզնես շահեր կան եւ առևտուր են անում Իվանիշվիլին եւ իր օլիգարխները Ռուսաստանին, բայց կապ չունի, իրենք շատ ավելի հեռու են գնացել Եվրոպայի հետ սերտացման առումով, բայց տեսեք ինչ առևտուր է գնում Ռուսաստանի հետ։ Ռուսները այդպեսի խնդիր չունեն, իրենք հիմա ամեն $1 միլիարդ կակա են ասում, ես միշտ դա ասել եմ, հիմա իրենք խնդիր ունեն իրենց թոշակների փող նույնիսկ արդեն չեն կարողանում հայթայթել, հազիվ ուրախացան, որ այս ինչ լավ էր, ես կասկածներն ունեմ, որ հրահրման էլեմենտ կար Իրանի դեմ այդ պատերազմում իրենց ներդրումը հաշվի առնելով սերտ կապերը Պուտինի եւ Նետանյահուի Հիմա իրանք ընդամենը կարճաժամկետ օգտվելու են մի քիչ նավթի թանկացումից գների, այն էլ դա էլ ուկրաինական զորքերի ուրեմն թիրախավորումների շնորհիվ իրենց նավթա արտահանման ուրեմն այդ բազաների նավահանգիստների հիմա իրանք կիսով չափ զրկվել են այդ արտահանման հնարավորությունից, այսինքն այն ինչ որ պետք է ստանային այդ թանկացման շնորհիվ կիսով չափ նվազեց, այսինքն նույնը մնացին ինչ որ հունվարին վիճակներ։ Դե այսօր Իրանը օրինակ հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը ռուսական նավերի համար բաց է։ Հա դա ոչինչ չի փոխում, ռուսական նավերը պետք է Ռուսաստանից կարողանան դուրս գան, որ Հորմուզի նեղուց գնան ինչ որ առևտուր անեն, չէ՞։ Նավթ վերցնեն տանեն, ասենք ինչ կարող են անել, գնան արաբական նավթը գնեն տանեն ուրիշ տեղ։ Որպես տարբերակ։ Այդ միջնորդավճար են այդտեղ շահելու։ Իրենց համար շահավետը իրենց նավթը որ վաճառեն, որ ռեալ փողեր աշխատեն։ Այդտեղ բիզնեսներն են աշխատելու, երբ որ դու գնում ես ուրիշի նավթը առնում ես, տանում ես ուրիշ երկիր, հա, այդտեղ ով որ տանում է, արանքում փող աշխատում, բայց դա այն չի, ինչ որ քո նավթը վաճառես, որը որ մնալու է թթու դրած, հա, ասենք Ռուսաստանում սկսելու են փակել իրենց նավթահորերն այնց է, որ մեծ ծավալներ չեն արտանում, մեծ քանակով նավթահորերն են, որոնք արդեն շատ փոքր ծավալի նավթ են արդյունահանում, եւ դրանք ուզեն չուզեն հիմա պետք է փակեն, եթե չեն կարող դա էլ վաճառեն։ Իսկ եթե փակեն, հետո ապա ուրեմն սառեցումը շատ բարդ է եւ թանկ լինելու, եւ լուրջ խնդիրների առջեւ են կանգնելու իրենք։ Հիմա վերադառնանք մեր ընտրությունների թեմային, տեսեք, իշխանությունը արդեն ի սկզբանե իշխող քաղաքական ուժը հայտարարել էր, որ մասնակցել է միայնակ առանց դաշինքների եւ կոալիցիաների, բավական լայն կոնսոլիդացիա է գնում, այսպես ասեմ, հյուսիսային բևեռում,
ընտրությունների, այդ մասին արդեն նույնիսկ Վլադիմիր Պուտինը խոսեց, հա, հասկանալի է, որ այնտեղ Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժն է այդտեղ մտնում, Գագիկ Ծառուկյանի քաղաքական այդ կոալիցիան, չգիտեմ դեռ քանիսը կմիանան կամ չեն միանա, եւ բնականաբար Ռոբերտ Քոչարյանի։ Եվ այստեղ մի բաց հատված է մնում, ճակատ է մնում, այսպես արևմտամետ ուժերը այդպես էլ չեն միավորվում ոչ մի կերպ, ինչու։ Որտե ոչ մեկ չի կարող նրանց հրահանգել միավորվել։ Ի տարբերություն ռուսական ուժերի, որոնք որ Կրեմլից ասում են, ասես մեծ տնտեսնում են, նրանք վազելով շարք են կանգնում եւ իրենց հանձնարարում են ինչ անել, ինչ չէ, ոնց որ եղավ օրինակ Գյումրիում։ Երբ որ իրենք ասում են Գյումրի 2, իրենք նկատի ունեն, որ իրենց տերերը էլի կհանձնարարեն եւ նրանք ովքեր նույնիսկ արյան վրեժի հարց ունեն իրար մեջ, նույնիսկ դրանք կմիավորվեն, որտեղ Կրեմլից հանձնարարական ստանալու են։ Բայց եվրոպական դաշտում բոլորը ազատական ուժեր են, անկախ ուժեր են, եվրոպական դաշտ նկատի ունեմ այն ուժերը, որոնք որ Եվրամիության հետ Հայաստանի անդամակցության Եվրամիության անդամակցության ջատագով են Եվրաքվեի։ Ոչ միայն Եվրաքվեյում կային ուժեր, այո, որոնք որ նաև համագործակցեցին այդ օրենքը անցկացնելու հարցում եւ նախաձեռնեցին իդեպ նաև այդ օրենքը, բայց կային ուժեր, որոնք որ Եվրաքվեյից դուրս են եւ էլի եվրոպական ինտեգրման ջատագով են։ Ես չեմ ուզում անտեսել եւ ասել, որ չէ մենակ Եվրաքվեի ուժերն են։ Այնտեղ կան բավական ուժեր եւ ես կողմ կլնեմ ամենալայն կոնսոլիդացիայի դեպ, որ բոլոր հնարավոր ուժերը միավորվեն, որ մի ձայն էլ չփոշիանա չկորի։ Բոլորով միասին իրար օգնելով մտնեն պարլամենտ, հենց այնտեղ տարաձայնությունները, գիտեք, միշտ էլ լինում են, նույնիսկ մի կուսակցության ներսում են լինում, առավել եւս տարբեր կուսակցություններ, մենք էլ կլսենք կհետևենք այդ տարաձայնություններին, բանավեճերին, պարլամենտում, պարլամենտում այդ ամեն ինչը պետք է տեղի ունենա։ Իսկ հակառակ դեպքում մենք կարող ենք այնպիսի իրավիճակի հանդիպենք, որ ուղղակի այդ ուժերը չեն կարողանա ոչ մեկ չեն կարողանա անցնել պարլամենտ, ամեն մեկը մի 2-3% վերցնի ու փոշիանան այդ ձեները գնանք կիսվեն իշխանությունների եւ պրոռուսական ուժերի միջեւ։ Իդեպ այդ պրոռուսական ուժերից էլ ես հույս ունեմ, որ գոնե առնվազը այն ուժին, որի կաշառքները, ընտրակաշառքներ բաժանելու հանգամանքը արդեն ըստ էության տեսանելի եւ բռնում են արդեն դա հիմք կլինի, որ չգրանցեն, ինչ նշանակում դու թույլ տաս ակնհայտ գլխանց սիստեմավորված ընտրակաշառք բաժանող ուժին թույլ տաս մտնեն ընտրապայքարի մեջ որպես ինչ պետք է Մոլդովայի օրինակը վերցնել, ընդօրինակ է եւ ուղղակի արգել էլ չգրանցել այդ ուժը։ Իդեպ հենց դա էր ակնարկում Պուտինը, որ ասում էր մենք հույս ունենք, որ մեր այդ պրոռուսական ուժերին չէր թաքցնում, որ դա իրենց ուժերն են, էլի թույլ կտակ մասնակցել, ինչ էր ասում, չէր ասում նախընտրական աշխատանք, քաղաքական աշխատանքի մեջ։ Դե թող մասնակցեն քաղաքական աշխատանքին, քրեակատարողական ուրեմն հիմնարկներում, այնտեղ կան լուրջ աշխատանքներ։ 62, եթե չեմ սխալվում, արդեն ձերբակալվել է այս գործով, բայց այն մնացածը կարող է գործուն զղջում են, ասում են կներեք էլ չեն կանի։ Հա, թող գնան բիզնեսով զբաղվեն, այլ թող չանեն, բայց քիթները քաղաքականություն չխոթեն։ Իդեպ ես մնում եմ այն կարծիքի, որ իշխանությունները, ինչքան էլ որ սուր քննադատում են եւ նույնիսկ սահմանափակում են տեղաշարժը Սամվել Կարապետյանի, մեծ լավություն են անում նրան, փրկելով ռուսական ուրեմն հանձնարարությունը կատարելու բարդ գործից, որտեղ այդ հանձնարարությունը մեկ է ինքը չի կարողանալու կատարել, բայց հետևանքները իր համար, եթե ինքը կամովին դա չկատարեր, շատ ավելի վատն էին լինելու, քան եթե այսպես զոհի կերպարով գնալու ասել դե ինչ անենք, բռնեցին, փագեցին, արհեստական բանականությունն էլ չկարողացավ ինձ փրկել նույնիսկ այդ հարցով, հա, իմ փոխարեն ելույթներ ունենալով։ Հիմա դուք ասում եք, որ հունիսի 7-ից հետո ենթադրաբար Ռուսաստանի ճնշումը Հայաստանի նկատմամբ կթուլանա։ Մի դեպքում, եթե այդ պրոռուսական ուժերը չփորձեն խժդժություններ հրահրեն, եթե այդ պլան B-ն չաշխատացնեն, որտեղ կա նաև պլան B, որը որ հետընտրական է, երբ որ խժդժություններ է հրահրվում եւ Ռուսաստանը ավելի գործուն ներգրավում եւ միջամտություն է փորձում իրականացնել։ Չեմ ասում ինչքանով դա կստացվի, չի ստացվի, բայց այդ փորձը կարող է ավելի ձգձգել այդ process-ը, այսինքն Ռուսաստանի հանգստանալու եւ բնականon հուն վերադառնալու ուրեմն այդ գործընթացը կարող է երկարաձգել մի քիչ։ Իմ հյուրերից մեկը մի քանի օր առաջ ասաց, որ ենթադրաբար կա նաեւ պլան G։ Այն իմաստով, որ եթե իշխանությունը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լսի ձեր հորդորը եւ թույլ չտա, ասենք Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժին մասնակցել ընտրությունների, այդտեղ կաշխատի երրորդ սցենարը, այսինքն բողոքի ակցիաներ մինչ ընտրական եւ հետընտրական։ Եվ այդտեղ արդեն այն մնացած քաղաքական ուժերը, որոնք ասում են, որ մենք իրար ձայն չենք տալու եւ այլն կմիանան այստեղ կհավաքվեն հրապարակներում, կփորձեն իշխանությունը վերցնել
Ինչ կասեք։ Սկսենք նրանից, որ բողոքի ակցիաները լինելու են ամեն դեպքում, անկախ նրանից գրանցեն թե չգրանցեն։ Բողոքի համար միշտ էլ կգտնվեն եւ գումարներ եւ առիթներ։ Ուրիշ հարց է, որ գիտեք, այդ բողոքի ակցիաները պետք է որոշակի ուժ ունենան, հա, որտեղ որոշակի դինամիկա պետք է ունենան, դինամիզմ, որովհետեւ գիտեք, մի բան է, երբ որ իրոք վրթովված քաղաքացիները դուրս գան փողոց բողոքեն։ Մյուս բան է, երբ որ տասովշիկներն են գնում փողոց, երբ որ քանի որ իրենց վճարել են եւ իրենց ասել են, տասովշիկը երբեք իր ասում եմ 4 տեղը չի փոխի թաց տեղի հետ, մաքսիմում գնանդեղ կանգնի, մի հատ էլ թեթև ծափ տա լավագույն դեպքում։ Այդ դինամիկան մենք կտեսնենք արդեն, հա, էներգետիկան այդ համանախավաքների, մենք մի անգամ չի որ տեսել ենք իրենք ում են հավաքում, բայց չկա այդպիսի բողոքավոր զանգված իրականում ժողովրդի մոտ, ինչից պետք է այտենց վրթոված լինեն, որ հելնեն բողոքեն, թոշակները չբարձրացնելուց բարձրացնում են, ասենք դպրոցների մանկապարտեզներ չկառուցելուց կառուցում են, ապահովագրություն չանելուց առողջապահական անում են, ասենք ինչը մնաց այնտեղ։ Մենակ այդ նարատիվները, որ այ Արցախը հանձնեց, դավաճան է եւ այլն, բայց դա էլ կամաց ցույց է տրվում, բացատրվում է, որ այտենց չի էլի, եկեք տեսնենք ով հանձնեց, եկեք տեսնենք ով էր այն ժամանակ այնտեղ իշխանություն եւ ով էր 20 տարի պատրաստում այդ պատերազմը, որ մենք պարտվենք Ռուսաստանի գլխավորությամբ։ Եվ մարդիկ հասկանում են դա եւ այտենց նույնիսկ նրանք, ովքեր որ համամիտ չեն այդ տեսակետի հետ, որ ավելի մեծ պատասխանատվություն ունեն նախկինները այս ամեն ինչի մեջ, իրենք այտենց էլ չի որ դուրս գան հա գնացին բողոքեցին ինչ Արցախը դրանից վերադարձավ, թե նոր պատերազմ սկսվեց այն բանով, որ ըստ իշխանություն փոխվեց եւ գան մարդիկ, որոնք ասեն չէ, պետքա վերաբանակցենք, այն ինչ որ բանակցվել է այդ հետ։ Ադրբեջանն էլ ասի, Ադրբեջանն էլ է դա պետք, Ալիևին էլ դա է պետք։ Ու այնտեղ արդեն Պուտինի հետ հաստատ լավ կպայմանավորվի, որ վերջապես Հայաստանը մեջ անեն։ Այն վաղ Արցախը տվեց ուրեմն Ադրբեջանին Պուտինը այն հույսով, որ Ալիևը կօգնի Հայաստանը վերցնել, այդ երկրորդ մասով Ալիևը իր պարտավորությունները չկատարեց, դրա համար այտենց գշտվեցին ահագին ժամանակ նույնիսկ պատժեց թիրախավորելով ինքնաթիռը եւ այլ սպանություններ ադրբեջանցիների եւ այլն, մեկը ուրեմն Ալիևը դիմադրեց, չի ենթարկվեց։ Եվ հիմա ավելի հեշտ է թույլ օղակը մենք ենք, եթե այստեղ իշխանության կան պրոռուսական ուժեր, իր գրպանային ուժեր եթե կան, բնականաբար Ալիևի միջոցով արդեն այդ այստեղից հրահրված արդեն այդ ժամանակ պատերազմը կբերի նրան, որ ստիպված արդեն այդ պրոռուսական ուժերը կխնդրեն Ռուսաստանին գան փրկել, եւ այդ փրկության գինը իհարկե լինելու եւ տարածքներ Ադրբեջանին, եւ այստեղ ուրեմն ճանապարհների վերահսկողություն ռուսներին եւ մեզ ապագայից զրկել ընդհանրապես, որ էլ ոչ արևմուտքից փող գա այստեղ, տեխնոլոգիաներ կան, ինչ որ հսկայական միլիարդավոր դոլարների պայմանավորվածություններ արդեն կա եւ մնանք արդեն ծայրագավառ, բայց այս դեպքում արդեն նույնիսկ Կալուգայի մակարդակի ծայրագավառ չենք մնալու, ոչ էլ Թաթարստանի, այն ամենա ուրեմն վատ վիճակում գտնվող ռուսական մարզերի վիճակում ինչ որ մի հատ ծայրագավառ ենք վերածվելու։ Պարոն Խուրշիդյան, վերջին օրերին իմիջայլոց քանի որ խոսք գնաց հետ ընտրական շրջանի մասին, վերջին օրերին ճիշտ է ռետորաբանությունը չկա, բայց այսպես արդեն դաշտում է, երբ իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասում էր, որ եթե մենք չստանանք սահմանադրական մեծ համաստնություն, եթե չընդունվի նոր սահմանադրություն, դրան հետևելու է մեծ աղետալի պատերազմ Հայաստանի համար աղետալի։ Այս սցենարը դուք նկատի ունեք, այսինքն Նիկոլ Փաշինյանը այս սցենարը նկատի ունեք, որի մասին դուք խոսում եք, ինքը այլ։ Այս սցենարը նկատի ունի, բայց ես այստեղ համաձայն չեմ, որ եթե իրենք չստանան 2/3, ես կասեի, եթե ժողովրդավարական ուժեր չստանան, որտեվ կամ եթե հանգարց մեծամասնություն կամ մեծ բաժին ստանան պրոռուսական ուժերը, այդ ձևակերպում ավելի արդար եւ լեգիտիմ կլներ, որովհետեւ ինչ նշանակում, ես չեմ լսել որևէ ժողովրդավարական Եվրոպայի հետ ինտեգրման ջատագով ուժից, որ իրենք եթե գան իշխանության կամ թեկուզ մեծ բաժին ունենան իշխանության պարլամենտում նկատի ունեն պարլամենտական իշխանության մեջ, նրանք փորձելու են վերաբանակցեն խաղաղության պայմանագիրը կամ ինչ որ ռազմատենչ կամ ինչ որ ռևանշիստական նկարտումներ ունեն։ Ոչ մեկն էլ այդպիսի բան չի ասում, ու գրեթե ոչ մեկ, այսպես ասենք, հա։ Այնպես որ այդ ձևակերպումը հասկանալի է, նախընտրական է եւ ավելի շատ իհարկե կենտրոնացնում է շարունակականությունը խաղաղության համար իշխող ուժի վրա, բայց իրականում այդ շարունակականությունը ապահովելու են վստահաբար նաեւ պրոեվրոպական բոլոր ուժերը։ Պրոեվրոպական բոլոր ուժերին էլի վերադարձանք, տեսեք, Արամ Սարգսյանը Հանրապետություն կուսակցության ղեկավարը, այստեղ նստած ասեց, ես որևէ մեկի հետ կոալիցիա չեմ կազմելու,
այդ պրոեվրոպական ուժերից, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում։ Հետո դրանից հետո հանկարծ հաջորդ օրը մեր հետ հարցազրույցից կամ 2 օր անց հայտարարում է, որ կոալիցիա է ձևավորում, ընդ որում կոալիցիա է ձևավորում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին անդամի հետ։ Այդ պրոեվրոպական ուժերը այդ ոնց պետք է մտնեն խորհրդարան, ես ուզում եմ այդ հասկանալ։ Ուրեմն կմիավորվեն այն ուժերը պրոեվրոպական, որոնք որ կողմ են միավորվելուն իրար հետ։ Եվ դեռ այդ քննարկումները գնում են եւ ես հույսս չեմ կտրում, որ կմիավորվեն, բայց ես այս դեպքում անզոր եմ։ Ես չեմ մասնակցում ընտրություններին, քաղաքական կուսակցություն չեմ։ Իմ համեստ ներդրումը եղել է այդ ուժերին միավորման գործում Եվրաքվեի շրջանակներում, ավելի շուտ ժողովրդավարական ուժերի դաշինքում, որը 2-3 տարի շատ արդյունավետ գործեց եւ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության գործում եւ եվրոպական ինտեգրման զարգացման գործում եւ մենք կազմակերպեցինք Հայաստան-Եվրոպա առաջին բարձր մակարդակի համաժողովը Բրյուսելում եւ հետո Եվրաքվեի նախաձեռնությունը եղավ եւ նաեւ եղան տեղական ինքնակառավարման միասին մասնակցելու փորձեր անկախ նրանից ինչքանով դա հաջողված եղավ թե չէ ամեն դեպքում դա քաղաքական գործընթաց էր, պայքարեր, որը որ պարլամենտական մրցակցություն չէր ենթադրում իր մեջ, որտեղ որ իրենք արդեն իրար հետ պետք է պայմանավորվեն, ես մաքսիմում կարող եմ իմ կարծիքը հայտնել հրապարակային եւ իմ հորդորը լինի, որ ամեն դեպքում իրար հետ միավորվեն։ Ես որևէ ուժի դատավորը չեմ։ Արամ Սարգսյանի մասին դուք ասեցիք, ես չգիտեմ ինչ դրդապատճառներով է ներառել իր ցուցակում այդ նախքին այդ կարգի մարդկանց, ոչ էլ այդ մարդկանց հավատաքննիչն եմ, չգիտեմ, անհատապես իրենցից ինչ են ներկայացնում, գուցե իրոք ասենք զղջացել են ինչ որ իրենց համագործակցության համար այդ ուժերի հետ, ես չգիտեմ, բայց ամեն դեպքում ես ասում եմ, ես խոսում եմ այն ուժերի մասին, որոնք որ պատրաստ են միավորվեն։ Եվ քանի որ էլի ընտրությունների մասին չեն կարող շեղվել այդ թեմայից, տեսեք կա վտանգ, դուք էլ ասացիք, որ Ռուսաստանը մեծացնելու է ճնշում է թվում նաև տնտեսական դաշտում։ Հայաստանի Հանրապետությունը այս պահին անվտանգության բարձիկներ այդ իմաստով չունի։ Իրանի սահմանը ըստ էության փակ է, Իրանը ընդհանրապես փակ է, դեպի մերձավոր արևել դուրս գալու ուղղակի հնարավորություն չկա, գրեթե Եվրոպան հեռու է եւ արանքում կա, մենք ունենք Վրաստան, ունենք Թուրքիա, ունենք Սևծով եւ այլն։ Անվտանգության բարձիկը ինչի հաշվին պիտի ապահովի։ Խաղաղությունը պետք է ապահովի այդ բարձիկը, իսկ խաղաղության միակ խոչընդոտը այս տարածաշրջանում այս պայդրությամբ Ռուսաստանն է։ Դրա համար ինչքան քիչ պրոռուսական ուժերը ստանան այդտեղ Հայաստանի քաղաքականության վրա ազդելու հնարավորություններ, իսկ դա պետք է ապահովի ընտրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այնքան ավելի հավանական է, որ խաղաղության շնորհիվ մենք որևէ այլ պատերազմական ինչ-որ լարվածության բանի մեջ չենք ներքաշվի։ Իսկ ձեր ասածը Եվրոպան ինչքան էլ հեռու է, բայց մենք ունենք ընդամենը մեկ երկիր, որը մեզ բաժանում է Եվրոմիությունից, եւ մեկ երկիր, որը մեզ բաժանում է ծովից դեպի Եվրամիություն։ Մեկը Թուրքիան է, մեկը Վրաստանը։ Վրաստանի հետ ճանապարհները բաց են բարեբախտաբար եւ մենք կարող ենք կապվել եւ այդ թվում առևտրային կապերը զարգացնել, եթե լաստանավային նաեւ տեխնոլոգիական եւ լոգիստիկ տեխնոլոգիաների ներդրում լինի, զարգացնենք ավելի մեծ ծավալ կարողանանք արտահանել ներմուծել Եվրոմիությունից եւ Թուրքիայի հետ էլ եմ ասում եվրոպացի եւ արևմտյան ընդհանրապես գուցե նաեւ Միացյալ Նահանգների մեր գործընկերները պետք է ավելի ակտիվ աշխատեն, որտեղ նույն տրիպը Հայաստան ենք ասում, բայց հետո մտնելու է Թուրքիա։ Թուրքիան էլ է շահագրգռված, որ օր առաջ այդ հարցերը լուծվեն, որովհետև նույնիսկ այդ երկաթգծի հարցը, գիտեք, ճիշտ է, այդ մասով Թուրքիան գուցե եւ իր համար էական չի, որ Ռուսաստանին մնա, նույնիսկ գուցե ավելին իր համար դա լավ առիթ է աշխարհին վաճառելու, որ տեսեք, մենք չենք կարող մյուս հատվածները Հայաստանի օգտագործել այդ լոգիստիկ շղթաները զարգացնելու համար եւ Հայաստանը նաեւ զարգացնելու համար, որովհետեւ դա Ռուսաստանն է պատկանում, իսկ Ռուսաստանը ոչ մեկ չի ուզում աշխատել, մնում է միայն այն փոքր հատվածը մեղրի, որը որ Ռուսաստանին չի պատկանում եւ Հայաստան ինքը պետք է վերականգնի Միացյալ Նահանգների միջոցով, իրենց շատ ձեռնտու է միայն այդ հատվածը օգտագործել եւ մնացածը հետո իգդիր ղարս իրենց այդ զուգահեռ երկաթգիծը կառուցեն եւ հիմնավորելով աշխարհին բացատրելով ինչի են իրենք արդեն գոյություն ունեցող Հայաստանում գոյություն ունեցող երկաթգծի պայմաններում զուգահեռ երկաթգիծ կառուցում Հայաստանը մեկուսացնելու փաստորեն հեռանկարով։ Կասեն մենք Հայաստանը մեկուսացնելու համար դա չենք անում, մենք ուղղակի չենք ուզում Ռուսաստանի հետ աշխատենք։ Դրա համար է Հայաստանի իշխանությունը օր առաջ ուզում ազատվի այդ ռուսական կոնցեսիայից, որ արդեն աշխարհին ասի այն վաղ 11 Ռուսաստան։ Հիմա Ռուսաստան չի։ Եկեք օգտագործեք այս երկաթգծերը, վերակառուցենք, զարգացնենք, նաև այդ կայարանները Հայաստանում լինեն արդեն եւ դրանից օգտվի Հայաստանը։
Այն ինչ որ հիմա Ռուսաստանը փորձում է խոչընդոտել եւ եթե իր իշխանությունը այստեղ հանգարց կա, քիչ հավանական է, բայց հանգարց այդպեսի բան լինի, այդ դրա մասն է կարող ենք մոռանալ, որ Հայաստանը կարող է օգտվել այն հսկայական բեռնափոխադրումներից, որը պատրաստվում են իրականացնել Չինաստանը, ուրեմն եւ Եվրոմիությունը հենց մեր տարածքներով, ել չեմ ասում Միջին Ասիան, Կենտրոնական Ասիան, որը հսկայական պաշարներ ունի դեպի Եվրոպա տեղափոխելու, միջև այդ Ռուսաստանը վերանում, հիմա Ռուսաստանը փակ է եւ հարավային Կովկասով էլ զարգացած չեն այդքան ենթակառույցները, Վրաստանում անցնողների հզորությունները չեն բավարարում դրա համար։ Ոչ նավթի, ոչ գազի, ոչ բեռների երկաթգծայինը, ոչ ճանապարհային, ել չեմ խոսում մալուխայինը, էներգետիկը եւ այլն, բոլորը անցնելու է Հայաստանով, եթե մենք այստեղ ճիշտ ընտրություն կայացնենք հունիսի 7-ին։ Շնորհակալություն։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրսուդյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։